Բարի երկու հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Այսօրվա հյուրս իմ կողմից շատ սիրված երգիծաբան դերասան Արամ Մանուկյանն է։ Բարև ձեզ Արամ, ուրախ եմ, որ կրկին ձեզ հյուրընկալում եմ մեր տաղավարում, ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալ եմ դուք։ Մենք էլ ենք լավ եւ ես շատ ուզում եմ, որ մեր այս դժվարին օրերի մեջ ձեր հումորը լինի անպակաս ձեր գործընկերների հումորը եւ ես սիրով այն լուսաբանեմ, որովհետեւ իսկապես հանրությունը հիմա թեթևանալու կարիք ունի։ Սկսենք թերևս ինչ նոր ծրագրեր սպասեն ձեզանից ձեր հանդիսատեսը, ձեր հետևորդները, ինչպես նաեւ մենք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նոր նախագծեր կան իմ ձեռներկած նոր ներկայացում ենք հիմա պատրաստվում բեմադրում ենք ընթացքում կարծում եմ դեկտեմբերի կեսը կխաղամ Բոհեմ թատրոնում դա թվով արդեն իմ երրորդ մոնո ներկայացումը կլինի դեռևս այսքանը Ինչպես է կոչվելու թե դեռ չեք որոշել Կա անուն հիմա չեմ ուզում ասել Չեք ուզում անակնկալ եք մեր Արամ հանդիսատեսը տարբերվում է թերևս Հումորային ժանրի հանդիսատեսը բնականաբար տարբերում է ավելի ուրիշ ժանրի, հա, դրամատիկ եւ այլ ժանրերի։ Դուք երբևէ փորձել եք ձեզ ուրիշ դերում, հումորից դուրս փորձել եք։ Չեմ փորձել, ճիշտ ասած առաջարկը չի եղել, իմ մտքով է չի անցել, բայց համոզված եմ, որ կարող եմ։ Այո, որովհետեւ ես կարծում եմ այն ինչ որ դուք անում եք, այն հումորը որ մատուցում եք, դա ավելի բարդ է, ես կարծում եմ ծիծաղացնել, ժպիտ պարգևել մի մարդու, ով եկել է եւ տրամադրված ուզում է տեսնի կարող է թե չի կարող ինձ ծիծաղ պարգևել, չէ՞։ Տենց հանդիսատեսներ լինում են, չէ՞, տրամադրված գալիս են։ Հա, եղել է ճիշտ հակառակը, երբ որ ես եմ մտածել կարող եմ, թե չեմ կարող, վերջում այս վերջերս Գյումրիում ներկայացման, ու դա այսպես ասած ինձ համար քննության պես մի բան էր։ Այնա Գյումրիում, չէ՞։ Հա, Գյումրիում, որ Ես էի մտածում կարող եմ, թե չեմ կարող, բայց դες արդեն վստահ բարձրացել էի բեմ, վերջում էլ ստացա։ Այո։ Որի համար շատ շնորհակալ եմ գյումրեցիներին, որոնց շատ եմ սիրում, շատ ջերմ ընդունեցին, շատ լավ անցավ։ Գյումրու հումորը տարբերվող է, գյումրեցու հումորը։ Շատ սուր հումոր ունեն։ Այո, եւ գյումրեցունն էլ ծիծաղեցնելը հեշտ բան չէ։ Հոբոց։ Դուք հիմնականում, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ինձ ուղեք, խնդրեմ, դուք հիմնականում նաև նմանակում եք պաշտոնատար անձանց։ Հա։ Այո, վարչապետ, նախագահ, քաղաքական գործիչներ չեն նեղանում։ Չէ, փակաստու չէ։ Կարծում եմ ում որ նմանակում եմ ինքը ըստ ինձ արժանի է ինչ-որ չափով։ Կարող է մեկի համար, չգիտեմ, չունի այդ արժեքը, պետք չի իրան նմանակել, բայց նմանակել բոլորին կարծում եմ ոչ բոլորի մոտ է ստացվում, ոչ բոլորին է դուր գալիս, ես փորձում մաքսիմալ լավ նմանակեմ։ Օրինակ ես քանորը պատրաստում եմ նմանակել Սամվել Բաբայանին ու 100% համոզված եմ, որ շատ լավ է ստացվելու իմ մոտ։ Ավելի շատ ոչ թե ձեր հարցին անդրադառնամ, որ տվյալ մարդիկ են վատը զգում նեղանում, չգիտեմ, այլ իրանց համախոհները, հա, իրանց աուդիտորիան, ասած ասեմ ավելի շատ, որտեվ ճիշտ չեն ընկալում, ոչ հումորը, իրանք դա նայում են ծաղր, որտեղ ծաղր, տնազ, նմանակումը սա։ Բայց չէ որ նմանակումը եւ տնազը բոլորովին տարբեր բաներ են։ Ես էլ եմ միշտ ասում, բայց ոչ բոլորն են հասկանում։ Դե հասկացողը չի գրում, մեկնաբանություններում գրում են Ես ինչ ես անում ամոթ այս այնա խես ես մարդուն ձեռառնում ինքը լավն է դե բոլորն էլ լավն են որ նմանակում են էլի հա դե Իհարկե եթե մարդը չի լինի հանրային կողմ ունի որ փորձել եմ նմանակել հիմա Այ գիտեք ինչ միշտ հետաքրքրել է կոկորտի այդ ապարատը ոնց է կարողանում նմանեցնել տարբեր մարդկանց ձայներին ինձ մեկ թվում է մտնում եմ մտնում եմ իրանց մեջ ու իրականում հա նմանակելու ժամանակ շատ եմ տրամադրվում, որ ես պատկերացնեմ ես ինքն եմ։ Հա։ Ու շատ Նույնիսկ միմիկաները ես տեսել եմ նախագահներից մեկին ինչպես է եք նմանակում այդպես։ Միմիկաներով, որը իսկապես բարդ բան է։
Հա, բայց փառքաստու ինձ թվում է Աստծո տված շնորհը ոչ թե մարկանց ծաղրելու, խնդրեմ, սա ճիշտ հասկանաք, մարկանց նմանակելու։ Իհարկե, դրանք շատ տարբեր են, իհարկե։ Նմանակելու մի փոքր, չգիտեմ, մի քիչ կարա հումորի չափաբաժինը մի անգամ շատ լինի, մի քիչ կարա քիչ լինի, ամեն մարդ ոնց է պատկերացնում, կուզենամ հենց այդպես պրոստը չգրի, մի քիչ ծանոթ թեթևանի, նոր մեկնաբանություն գրի։ Դե եթե գնանք շատ հեռու, նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ նմանակել են Բրեժնևին եւ այլն, եւ դա անցալվել է որպես արվեստ մշակույթ։ Հա։ Իհարկե։ Ես գիտեմ, որ եթե չեմ սխալվում, մեծերից էլի մարկանց նմանակել են, բայց 90-ականներին, որ խնդիր է առաջացել, այն վաղտել շատ այդ ֆանատիզմով հա տարապող մարդիկ եղել են։ Խոսքը։ Չեմ ուզում Չեք ասելի։ Բայց շատ լավ մարդ ու շատ տաղանդավոր խելոք մարդ են նմանակել, բայց հանրությունը լավ չի ընդունել, ես շատ եմ լսել։ Գիտեք ինչ հիշեցի, մենք ունենք Սամվել Բաղդասարյան։ Շուխանից ես չեմ տեսել։ Ես երբեմն խոսում եմ, պարզապես ինքը ասպարեզից դուրս է եկել, չի ցանկանում հիմա զբաղվել է, նրանով ինչով զբաղվում է, բայց հիշեցի ակամայից ասացիք Վանո Սիրադեղյանին ինչ տիպիկ է նմանակում ինքը, այո։ Ինքն է շատ լավ նմանակել, Արմեն Ավետյանն է շատ լավ նմանակել։ Դուք նմանակում եք Վանո Սիրադեղյան, այն մեր հին քաղաքական գործիչներին։ Հա։ Ես 6-7 տարեկանից նմանակել եմ։ Հա, Խոստիկյանով եմ սկսել, կարելի ասել, այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյանն էլ էի նմանակում։ Տենց հա փորձել եմ բոլորին ու փառքաստու ում փորձել եմ եղել է։ Այո, դա տաղանդ է, դա այո։ Փորձեմ չլինի։ Հա, կան դժվար նմանակումներ, որ եղել է, որ փորձել եմ, հասկացել եմ, որ շատ դժվար է, շատ ժամանակ է տարել, բայց առաջս դրել եմ, որ պետք է անեմ ու արել եմ։ Իհարկե, նպատակը որոշիչ արդեն առաջին քայլը հենց նպատակն է։ Բայց դուք քիչ առաջ մի հետաքրքիր բան ասացիք մեկնաբանություններ գրող։ Եկեք մի քիչ այդ թեմային անդրադառնանք, հա, որովհետև ձեր էջը ոչ միայն նմանակումներով է հայտնի, դուք նաև լուրջ կռվի մեջ եք, կարելի այսպես ասել, այս ոճի կռվի մեջ եք, թուրք բլոգեր կա, անունը Քյամրան։ Ահա։ Հիշում եք, չէ, ուզում արտաբերեի։ Դրա հետ, նա հենց նոր եթեր մտնելուց առաջ աչքովս ընկավ մի տեսանյութ, որ կրկին անդրադարձել է ձեզ Արամ եւ ինչ որ նյութ է տեղադրել, որտեղ ասում է այդ գումարով արցախցիներ եւ այլն, ինչ որ նման բան է ասել, հա։ Ինչ է ուզում դա ձեզանից։ Իրա պատկերացմամբ ես ինչ որ գումարներ եմ ծախսել, ինքը այնքան կա, իրա պատկերացում, խնդրում եմ Հայեր ջան ուշադիր լինեք ստեղ, չտրվեք հերթական իրա սադրանքներին, իրան բալետ չանեք, չլայքեք իր ասածը, ինչ չգրեք, բա որ ասում էինք իրան ռեկլամ մի արա, իրան բոլորս գիտեինք, որտեվ ինքը իրանց վարձու պրոպագանդիստն է, որը կպտում է մեր կրոնին, կպտում է մեր պատմությանը, ազգին, որ շատ բաներ է, մշակույթին է կպտում։ Ես հումորի միջոցով փորձել եմ այդ մարդուն սաստամ։ Ու իրականում միշտ ինքը նայում է, ես իր հետ խոսել եմ, ինքն էլ ասել որ նայելու է, բայց ինքը չի հասկանում, ինքը կարող է հասկանում, բայց չի ուզում հասկանալ, չի ուզում ընդհանուր, որտեղ ինքը դրա դիմաց գումարներ է ստանում։ Այո։ Ես գումար չեմ ստանում ոչ մեկից։ Ինքը մեկնաբանում է, որ ես գումարներ եմ ծախսել, որ ինքը այնքան կա, որ ես իրան անդրադառնամ, այդքան գումարներ եմ ծախսել, այդ գումարը ես կարայի տայի արցախցիներին, որոնք ունեն դրա կարիքը եւ այլն։ Իբրև իր խոսքերը, հա։ Հիմա ես սպասեք, ես շուտով դրա մասին խոսեմ, որ ես իրան մի քանի ամիս առաջ շատ լուրջ տեքստով թե գրել եմ, թե զանգել եմ, ասել եմ, որ ես չեմ ուզում ձեր ազգի մասին վիդեո նկարեմ, դու մի նկարի, ես չեմ նկարի, դուք նկարել եք 5 տարի է դուք մեր միսը ծամում եք, 5 ամիս է ես ձեզանից խոսում եմ, ընկել եք, չգիտեմ, հիստերիայի մեջ։ Ահա։ Հիմա հերթական իմ վիդեոին սպասեք պատասխան ես կտամ, որը կլինի իր համար շատ ցավոտ էդի խոստանում եմ։ Ես հիմա այսպեսի մի բան ասեմ, եթե մարդիկ կլինեն առավել եւս հայերի մեջ ու հաճախակրկնում, որ իրան իր ասած ավելի շատ գնահատում ողջունում են, քան իմ։ Հիմա ասեմ։
Հիմա ինքը ասում է դուք ին վրա այսքան գումար եք ծախսել, ին մասին կլիպ եք նկարել, բայց ինքը չի մանրամասնում իր աուդիտորիային, ինչ կլիպ են նկարել։ Նարանը որ կա, Նարանը ինքը պատմաբան է, ինքը փաստերով ներկայացնում է, ճիշտ է։ Այն ինչ ազգեր տղան մոնղոլ է։ Մոնղոլ տա, այո։ Մի խոսքով ինքը փաստերով ներկայացնում է, որը ոնց է ու Քամրանին իր ճիշտ տեղն է ցույց տալիս։ Ես այդ երգի մեջ ասում եմ ռուսերեն, Քամրան նարան պաֆակտու, պակազալ կարտու, նաշ գյոզալ բարան, աստալաս բորտու։ Երգի ամբողջ իմաստը այստեղ այն էր, ոչ թե իր մասին էր, այլ ավելի շատ նարանի մասին էր, որ եթե այտենց է վերագրում։ Մեկ էլ իր մասով այնքան էր, որ ես ուզում էի, ու ես իմ տոշկին խփել եմ։ Ես ուզում էի ինքը սրա մասին խոսել ու խոսեց։ Հա։ Բայց էլի ինքը փակ բայց, որ իր աուդիտորիան չիմանա ինչի մասին եմ խոսում, որտեղ մեկնաբանությունները կարդացի, ինձ հարցում են ու ոնց տենանք այդ վիդեոն, ինքը չի ասում ոնց տենանք։ Իհարկե չի ասի։ Հիմա ես անդրադառնամ Քամրանի հայ հետևորդներին, ովքեր կծափահարեն իրեն, ասեն որ իսկապես տենց մարդիկ կան, շատ կան, որ ադրբեջանական անազգաններով հայեր են մտնում են ինձ վատ մեկնաբանություններ են գրում, դա էլ գիտեմ։ Հիմա ուրիշ բան եմ ասում։ Եթե դուք այնքան կայք ու մտածում եք, որ ես ձեր մասին փողեր եմ ծախսել, որ կլիպ նկարեմ, ու դրանով ես ծաղրում եմ քեզ կամ ձեզ, դուք մի հատ մտածեք, դուք ազգային պարկ ունեք, որտեղ հայ զինվորին եք ծաղրում, ազգային պարկ։ Քանի միլիոն դոլար են ծախսել, որ այդ ազգային պարկը ստացել են ու մինչև հիմա ունեն էդի։ Այսինքն իրանց կարելի է իրանք ազգովի ծաղրեն մեզ, հա, ինչ չի կարելի այդ պրոպագանդիստին իր տեղը ցույց տալ։ Պարտադիր է։ Հա, պարտադիր է, իհարկե պարտադիր է։ Ու անկախ նրանից գումար կծախսեք, չեք ծախսի, դա դուք կորոշեք։ Կոպեկ չեմ ծախսել, բայց եթե ծախսել է, դա ես եմ որոշում։ Իհարկե։ Եվ որտեղ եք ծախսում։ Արամ, տարօրինակ բան ասացիք, չեմ կարողանում ոչ մի կերպ ընկալել։ Օրգանիզմս չի ընդունում ձեր ասած, ինչ է նշանակում ադրբեջանական ազգանով հայերը ձեզ վատ մեկնաբանություն են գրում։ Շատ է լինում, շատ։ Ճանաչում եք մոտավորապես։ Հա, դեմքերը գիտեմ, բայց որ նայում ես դեմքին հասկանում ես, որ ինքը Ինչա գումարով են դա անում։ Չէ։ Պրոստը անում են։ Շեղված մարդիկ են էլի։ Ոնց կարելի է։ Նախանձի ֆոնի վրա են անում։ Եղել է մարդ ընձի գրել է դու ինչ հայր են ասել, նայել եմ իրան, գտել եմ դեմքին նայել եմ, հասկացել եմ, որ կարեր պրոստը ինքը մենակ է, իրան ոչ լսող կա, իրան ոչ նայող կա, ոչ իր տան մեջ, ոչ չգիտեմ, տանից դուրս, ոչ շրջապատ ունի, կարար հա ինքը տենց ինչ-որ մի բան գրել է ու անցել եմ առաջ։ Իսկ առհասարակ այն ինչ որ կատարում է սոցցանցերում, հիմնականում TikTok հարթակում, արամ ինձ իսկապես շատ ազայրացնում։ Ես ապշած եմ հատկապես կանանց այդ շփման վրա, որ երբեմն աչքովս ընկնում է, ոնց են կանայք իրար հետ խոսում։ Որտեղ եք էժան չլնեն աղջիկները կարան հաստեն այդտեղ։ Որտեղ եք իհարկե, որտեղ եք տղալն են, 1980 որցելն են, աղջիկը չի կարա թփրտա էլի, իրականում էդի տենց է։ Էդի բնությունն էլ է տենց ստեղծել։ Էդի պրոստը իմ բառերով չի, իմ ասելով չի։ Եթե գնում են X աղջկա մոտ, գրում են դու գեղեցկուհի ես, ինչ ես բարեմաստություններին նայելով, ասենց քաղքենավարի խառնվելով իրար։ Բարձի որ ինքը ոգևորվել է, որտեղ ինքը էկրանից ընկում չգիտի ով է իրան գրողը։ Ու իր պատկերացումներով էլ իրան գրողը իր, չգիտեմ, սպիտակ ձիով ասպետներից մեկն էր։ Ու սկսել է ինքը ավելի այտենց բան անել, ավելի ընդարձակվել։ Օգնեք հասկանամ, հայհոյող կնոջը ոնց կարելի է գրել դու գեղեցկուհի ես։ Իրանք դրանով բավարարվում են։ Հայհոյող կանայք։ Հա։ Հայհոյող կանայք իրար հայհոյում են էֆիրում։ Մենք հասել ենք այն կետին, որ հայ կինը համացանցով, որտեղ կարող է մտնել եւ երեխա, եւ տարեցկին, եւ մայր, եւ կին, հասկանում եք ամեն դեպքում չէ՞ որ դա բացարձակ է։ Վերահսկողություն չկա։ Այո։ Հիմա տեսեք, ու լիքը կանայք էլ կան, որ
շատ սիրուն կոնտենտ են վարում, շատ սիրուն լայվեր են անում, այդ մարկանց ով կարա ասի, ոչ մի բան։ Բայց ես չեմ անդրադառնում այդ կանանց այնքանով, որովհետև դա նորմալ է, որ եթե ցանկանում են ունենան, իրենց գործն է, թող վարեն։ Եվ նորմալ է, որ կինը իրան պետք է պահի պարկեշտ։ Մեծական խոսք է, բոշեն փաշա չի դառնա։ Հիմա այդ մարդը տենց էլ գնալու է, ինչ էլ անենք չի փոխվում։ Լավ, դրա վերահսկողություն։ Մի քիչ սաստել էլի, հա, վերահսկողություն ասած Չակերտա, որ ձևավորել, ստեղծել ու պահել գոնե մի քիչ դրա մեջ։ Արամ ջան, եթե ես չեմ սխալվում, անցյալ տարի, որ մենք հանդիպեցինք, եթե չեմ սխալվում, մենք խոսեցինք անգամ այն մասին, որ դուք հանդիպում եք ունեցել պաշտոնյա անձի հետ եւ կհիշեցնեք, խնդրել եք, որպեսզի այդ վերահսկողությունը հստակ դրվեր։ Հա։ Եւ ինչ եղավ։ Եվ օֆը, այո, խոստացել եմ, սպասում եմ։ Ես է ձեր պես սպասում ենք, բայց արդեն մի տարին անցավ։ Չէ, մի քանի ամիս առաջ եմ հանդիպել վերջի անգամ, որ խոսեցինք, տպավորված ես դուրս եկա, որ պետքա բան փոխվի ու անկեղծ որ ասեմ, հələ հույսը չի մեռել։ Չգիտեմ, ես կարող եմ մի քիչ շատ եմ ֆանտազիաներին հավատում կամ հառասարակ հավատում, բայց այդ լավ է մի կողմից էլ։ Լավ է տեսենք։ Հա, լավ, համոզեցիք։ Արամ, այն սերունդը, որը հիմա մեզ նայելու է, մեր ծրագիրը նաև իր տեսակով սովորեցնող է, ուսանող է։ Ես կցանկանամ որպես արդեն բավականին ճանապարհ անցած դերասան, ով գրում է իր սցենարները, ով մոնո ներկայացումներով է հանդես գալիս, այն սերունդը, որը ցանկանում է ինչ-որ կերպ փորձել իրեն այդ ասպարեզում, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Խորհուրդ կտամ փորձեն ու երբեք հետ չկանգնեն։ Միշտ փորձեն։ Հիմա ես ասեմ, եթե ես 7 տարեկանից մենակ ես չէ, բոլորը իմ շրջապատում բացահայտել են, որ ես տաղանդավոր եմ, ես լավ երգում եմ, չգիտեմ, ես լավ նմանակում եմ, ես շատ արագ հումորներ եմ անում, իմպրովիզ եմ անում, կա տաղանդ կա, Աստծո տվածը, Աստծո շատ շնորհակալ եմ, Աստծո տվածը ու պետքա անեմ ու պետքա հասնեմ այն կետին։ Բայց ինչի համար եմ ես հայտնի դարձել, հա, 35 տարեկանում, այդքան ուշ։ Հիմա դա էլ ասեմ, մի փոքր կբացեմ, ես էսի խոստացել եմ, որ ընդհանուր մի օր կխոսամ դրա մասին, շատ տեղեր եղել է, որ ես դիմել եմ, այսինքն ձեր ասած երեխաների մասը։ Ինձ միշտ խանգարել են։ Իմ տեսակը, իմ բնավորությունը հասկանալով, ճանաչելով, որ ես չեմ կարող ինչ-որ մեկի տակ պարկեմ, մեկի 1000 ներողություն ճուտը լինեմ, ջեբի շունը լինեմ, դրա համար չեմ եղել, ես շուտ չեմ ճանաչվել, ես չեմ ասում, այն մնացած ովքեր, որ այդպիսի բան չեմ ասում։ Իհարկե հասկանալի։ Կան մարդիկ, որոնց որ շատ հարգում սիրում, որ մենակ իրանք իրանցով են դարել։ Կան մարդիկ, որ օգնել են մարդիկ, ու այդ օգնող մարդիկ իրանք մարդ են, բայց ես խոսում եմ 90% այն ճակերտավոր հայտնի ծելեշնի մարդկանց մասին, ովքեր միշտ խոչընդոտ են հանդիսացել տաղանդավոր երգիչների, դերասանների, հումորիստների առաջ։ Այսինքն ես 35 տարեկանում ճանաչվեցի, բայց այդքան ճանապարհ անց։ Ես 2 տարի թատրոն եմ խաղացել, ինչ չեն ճանաչել, ես Facebook-ով հրապարակումներ էի անում, իմ դեմքը չէին տեսնում, հումորային էլի։ Ես միշտ եղել եմ, ակտիվ եղել եմ, ես բանակում էլ կավեինի թիմ, այն մի խոսքով միշտ եղել եմ դրա մեջ, հումորը միշտ իմ մեջ եղել է ու ես ունես չի որ անջատվել եմ։ Պարզապես եկավ այն ժամանակը, որ ոնց որ ասած իմ համբերության համար, իմ աշխատասիրության համար Աստված ինձ տվեց։ Այո։ Ժամանակը ճիշտ է։ Դրա համար ասում փորձեք, հաստատ ստացվելու է։ Չի կարա չլինի։ Մի բան, որ շատ ուզում ես, հաստատ Աստված էլ որ հոգիդ սիրտը բացում է, տեսնում է դու մաքուր ես ու պետք է այդ պահին։ Հիմա ես այս պահին կարծում ազգի ինչ-որ մի մասին պետք եմ։ Ամենայն դեպս փողոց որ դուրս եմ գալիս, այդ ջերմությունը ես շատ եմ զգում, ու այդ ինձ շատ դուխ է տալիս, ես ավելի ու ավելի եմ ուզում կատարելագործվեմ։ Ես իմ վրա շատ եմ աշխատում։ Փորձեմ, հաստատ կստացվի։ Քիչ առաջ ես ասացի, չէ, որ
ձեր աշխատանքը շատ հարկավոր է հատկապես մեր օրյա շրջանում, որովհետև մարդիկ այնքան են հոգնել կենցաղային, առօրյա եւ քաղաքական խնդիրներից, որ փնտրում են մի կետ, մի նշան, որ ծիծաղեն, ժպտան, լիցքաթափվեն։ Դաշտում մրցակցությունը շատ է։ Հա, շատ է։ Հիմա շատ է հաստատ։ Հիմա շատ է։ Բայց որակի մասին խոսենք, Արանջ ջան, ես կներեք իհարկե, ես որպես հայկին եմ ասում, ոչ թե որպես լրագրող, այլ հիմա ասում եմ որպես հայկին։ Ես չեմ կարող տեսնել թրաշով եւ բարիք դրած կանացի շոր հակած ոտերը մազոտ տղամարդկանց ինչ որ բան անելուց ու դա գցում են համացանց ու ես դրա վրա պետքա ծիծաղեմ։ Եվ դա համարվում է մրցակցություն։ Ծիծաղալու է, եթե դրա վրա ծիծաղեք։ Այո։ Ես sense ասեմ, տեսեք, իրանք մեկնաբանում են դա կերպար է, դա ես չեմ տեսել նման դերասան, ժողովրդական արտիստ գիտեմ, որ ինքը բոլորիս կողմից էլ շատ սիրված դերասան է Հովհաննես Հովհաննեսյան Գյումրեցի։ Ինքը իդեալական կանացի կերպար խաղացել է, չեմ կարծում իր նման երկրորդը ունեցել ենք, կարող չեմ հիշում, բայց չեմ կարող մտաբերեմ։ Ինքը բայց հայ տղամարդ է, հայ տղա է, հայրա, չգիտեմ, որ հայ կա իր մեջ էլի, բայց այս TikTok, այս Instagram ռիլերի մեջ ինչը որ տեսնում եք, դա հայ հետ բացարձակ կապ չունի։ Ես հիմա իրավունք ունեմ ու շատ կարամ, չէ, կնոջ կերպար անեմ։ Բայց ես չեմ կարող երկու օր իրար վրա այդ կնոջ կերպար անեմ։ Մի անգամ անեմ, մի քիչ sense պուճուր պետք է անեմ ու անցնեմ այդ ես։ Բայց ես չեմ կարող, եթե ես դրա մեջ մնամ, տեսեք հիմա ոնց ասեմ, ես այդքան մարկանց նմանակում եմ, չէ՞, ոնց որ իմ մեջ այսքան այդ մարկանցից լինի։ Եթե ես ամեն օր ինչ-որ համասեռամոլի նմանակեմ, վաղ թե ուշ ես դառնալու եմ համասեռամոլ։ Չէ։ Խնդրում եմ։ Դրա համար բոլորին չեմ ուզում շատ նմանակեմ, բայց այդ թվարկածներիցս բոլորի պահանջն էլ կա։ Համասեռամոլի պահանջն էլ կա։ Ամեն ինչի պահանջը հիմա կա, բայց ես չեմ անում։ Չանեք էլի։ Չէ, չեմ էլ ուզում անեմ։ Ովքեր է որ անում են, ինձ չի որ դառնում են դա։ Դե հա, հասկանալի է, բայց միևնույնն է, ես չեմ կարող այդ կերպարը թրաշով տղայի այդ Կոնչիտա։ Մազերը եւ այդ մենք խնդում էինք մի քանի տարի առաջ այդ Կոնչիտան, որ Եվրո չտեսիլ էր ինչեր է դի հատես չէ, բայց դա մտավ մեր պետության մեջ։ Մտավ։ Ու շատ խորը հետևորդներին նայում եք այդ ձեռը։ Իսկ գուցե բացահայտվեցին։ Դե բացահայտվելը որն է։ Գուցե կային պարզապես բացահայտված չէին, հիմա մենք ավելի այդ հարթակը թույլ Ես ասում եմ 7 տարեկանից ես զգացել եմ ու իմ շրջապատը զգացել է, չէ՞ որ ես տաղանդավոր եմ։ Այդ տաղանդը իրանց մեջ այդ վախտվանից եղել է։ Պարզապես հիմա իրենց ցույց են տալիս։ Ուղղակի ինձ Աստվածաօրն է, իրանց ոչ։ Շատ լավն է։ Շատ լավն է։ Արամ առհասարակ մեր հասարակության մեջ մի տարածված բան կա։ Մարդիկ տեսնում, սովորում են, ընկալում են եւ փորձում են կրկնօրինակել։ Հենց կոնկրետ ձեզ կրկնօրինակում են։ Իմ նմանակումը անեն, թե իմ կոնտենտը նմանես։ Նաեւ դա։ Չէ, իմ նմանակումը չէ, բայց կոնտենտը, ասենց ասեմ, եղել է որ ինչ-որ ֆորմատով վիդեոներ եմ նկարել, հասկացել եմ, ուզում են այդ ուղղվածությունը վերցնել իրանց վրա։ Ես թողել եմ այդ ամեն ինչը, ուրիշ բան եմ արել։ Հա։ Արամ, ես շատ սիրում ձեր կերպարներից ասեմ, որը Միսթր Բինի կերպար։ Հանճար եղեկանում եմ։ Ես հանճար է ինքը, ես։ Ինքը իհարկե։ Ես շատ սիրելով եմ անում։ Գիտեք, չէ՞ ինքը համարվում աշխարհի ինտելեկտուալ մարդկանց առաջին շարքում եւ լինելով այդքան ինտելեկտուալ լուր միմիկաներով ինքը կարողացել է դառնալ դասական կերպար։ Ես իսկապես։ Ես ձեզ մոտ այնքան շատ լավ է ստացվում։ Շատ լավ, ես էլ եմ սիրում։ Հատկապես փողկապը, որ կապում եք, այդ շատ լավն է այդ կերպարը։ Ներկայացման մեջ կա Միսթր Բին։ Չէ, ներկայացումը հայկական է, ոչ շալիկո կա, ոչ Միսթր Բին կա։ Մասնագիտությունների մասին է։ Ահա, սփոյլեր չկանի։ Չէ։ Լավ է, դու ինձ գոնե թաքուն է։
Ձեր հրավիրատոմս կտամ կգնայեք։ Մեծ սիրով կգանք։ Արամ ջան, ես գիտեմ, որ դուք երկու երեխա ունեք, ձեր աղջիկը 11 տարեկան է, տղան 6։ Երեխաների մեջ նկատել եք այն գենետիկ կոդը, որը ձեզանից փոխանցվել է։ Աղջիկս մոտ։ Իսկապես։ Հա, Հումորային նմանակ ինքը ինձ նմանակում է։ ինքը ահա, տեսա։ Որ մի անգամ գնացի տուն, վիդեո նկարը պահել էին, որ ցույց տան, կինս նկարը պահել էր։ Հա։ Այդ օրը սուտ չլինի, մի 100 անգամ նայել եմ ու նույն ձևով ծիծաղացել եմ։ Չէ, շատ այն որ զգացվում է, որ Անցել է գենը։ գենով Իհարկե անցել է, գենը ուժեղ բան է, եւ հետո երջանիկային ծնողը ուզավակ իրեն գերազանցում է։ Հա, ես։ Դա իսկապես այդպես է, ես դա հիմա ասում եմ որպես մայր։ Հա։ Դա իսկապես այդպես է։ Արամ ջան, անչափ հաճելի է ինձ ձեզ հետ զրուցելը, շատ շնորհակալ եմ, որ եկաք եւ հույս ունեմ, որ ներկայացումից հետո եւս կհանդիպենք, կքննարկենք։ Հույս ունեմ, որ այն Հա, հարևանը։ հարևանի հարցերը կլուծեք, ես հետեւողական կլինեմ եւ կրկին ձեզ կհյուրընկալեմ մեր տաղավարում։ Մեծ սիրով։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ խոստանում եմ։